Վերադարձանք տաղավար, մեր գեղեցկուները արդեն խոհանոցում են այս բային գտնվում, Հռիփսիմեն եւ Մանեն, սիրով ուզում եմ տեղափոխվենք խոհանոց, ինչպես են գործերը, եւս մեկ անգամ բարի լույս, այո։ Շատ հիանալի, շատ համեղ, որովհետև այստեղ արդեն ունենք պատրաստի թխված քաբլիթները, բայց ես հիմա լուր հետևելու եմ, որովհետև Հռիփսիմեն կասի ինչպես պատրաստենք այս գեղեցիկ խմորը, որը Եվ ինչ է պետք։ Այո, ինչ բաղադրիչներ են անհրաժեշտ։ Խմորի բաղադրատոմսը իրականում շատ հեշտ է։ Ձուն եւ շաքարավազը հարում ենք, ավելացնում ենք փափուկ կարագը եւ 4 բաղադրիչները՝ ալյուրը, դարչինը, իմբիրը եւ սոդան։ Ու չենք մոռանում ամենակարևորը մեղրը, որովհետեւ այս թխված քաբլիթները հենց դրա պատճառով կոչվում են մեղրաբլիթներ։ Հենց մեղրի եւ դարչինի շնորհիվ էլ ունեն երկար պահպանման ժամկետ։ Հիմա ես մի փոքրիկ գաղտնիք կասեմ, ինչպես գեղեցիկ գրտնակել եւ գեղեցիկ կտրտել մեր թխված քաբլիթները։ Քանի որ սա շատ կոպչուն խմոր է ստացվում, ես միշտ ասում եմ, որ պետք է դնել սառնարան խմորը, սառնարան դնելուց հետո նոր գրտնակել առանց ալյուրի։ Այդ դեպքում ոչ կպչում է եւ գեղեցիկ հարթ խմոր ենք ստանում։ Ինչպես տեսնում եք, մեր խմորը գրտնակում ենք մոտավորապես 5 մմ հաստությամբ, շատ բարձր չենք անում, շատ ցածր չենք անում, որ շատ փափուկ լինեն։ Եվ մինչև կտրտելը նաեւ մի խորհուրդ եւս, այսպես գրտնակած վիճակում խմորը դնում ենք սառցախցիկ, մոտավորապես 30-ից 40 րոպեով, որ լավ սառի, որպեսզի կտրտելը եւ տեղափոխելը ավելի հեշտ լինի։ Օրինակ ես ցույց կտամ, թե ինչպես ենք կտրիչով կտրում, կան բնականաբար շատ կտրիչների մեծ տեսականի, օրինակ սա ձմեռ պապիկի գլուխն է, այս տարբերակով շատ հեշտ է, ընդհանրապես այսպես կտրում ենք եւ մեր ձմեռ պապիկը պատրաստ է, այսպես տեղափոխում ենք յուղաթղթի վրա եւ թխում ենք։ Այստեղ ես տեսա, որ մենք ունենք այսպիսի ձմեռ պապիկ։ Հետաքրքիր է, ինչպես ենք ստանում վրայի այս գծերը, որպեսզի հետո էլ կարելու համար ավելի հեշտ լինի։ Դրա համար կան այսպիսի տրաֆարետներ։ Ընդհանրապես պետք է տրաֆարետը դնել մեր թխված քաբլիթի վրա, լավ այսպես սեղմել, ու իր վրա ընդհանրապես մի փոքր կակաո լցնել։ Այսպես կակաոն տարամատերի կամ վրձինի օգնությամբ տարածում ենք բոլոր այս գծերով։ Մինչև թխելը, այս ամենը անում ենք մինչ թխելը։ Բնական բաղադրիչներ փաստորեն այստեղ ոչ մի։ Խնդրեմ։ Պատրաստ է։ Թխվելուց հետո այսպես մնալու է։ Հասկացա։ Այստեղ կասեմ նաև մի տարբերակ եւս, երեխաները շատ սիրում են ներկել վրձինով։ Եվ դրա համար մենք այս թխված քաբլիթները ներկում ենք սպիտակ ջնարակով, այնուհետև չոր ջնարակի վրա այս նույն գործողությունը անում ենք։ Ու արդեն երեխաները վրձինով սննդային ներկերով ներկում են իրենց ցանկացած գույներով։ Սա եւս հասկացանք։ Բացի կտրիչներից նաև շատ թխված քաբլիթներ են կարիք լինում պատրաստելու, որոնք օրինակ ֆորման չկա։ Օրինակ ուզում ենք Ռոնալդոյի պատկերով թխված քաբլիթ, իսկ Ռոնալդոյի ֆորման չկա։ Ինչպես ենք դա անում։ Արդեն ունենում ենք տպագրված նկարը, որը դնում ենք մեր խմորի վրա ու արդեն կտրում ենք այսպիսի սուր դանակով։ Ինքը իդեալական մեր խմորը կտրում է։ Ու ելի կարող ենք այսպես ցանկացած պատկեր ստանալ։ Ու արդեն եւ հերոսների տեսքով իրենց եզրագծած տարբերակը դուրս է գալիս։ Իսկ եթե խմորը չդնենք սառնարան, անենք փափուկ խմորի հետ նույն գործողությունը, ուղղակի չի ստացվելու։ Դա համար սա իմ կողմից փոքրիկ խորհուրդ։ Գաղտնիք։ Այո։ Ինձ թվում է այս ընթացքում գաղտնիքները շատ են լինելու, որովհետև մենք այստեղ ունենք ներկեր նկարելու համար, այնտեղ ունենք փոքրիկ կեքսեր, ինչով է պատրաստված կեքսերը։ Դասական մածունով խմոր են։ Այնց հաճելի է ձեզ հերվից հետևել։ Այստեղ այնքան համեղ է ամեն բան։ Հատկապես որ գիտենք վերջում ինչ է սպասվում մեզ։ Թխված քաբլիթները ձևավորման համար կա երկու տարբերակ։ Կամ վերջնում ենք այսպիսի գունավոր այսինքներ, որոնք պատրաստվում են ձվի սպիտակուցով եւ շաքարի փոշիով, ընդհանրապես իրար հետ խառնում ենք։ Եվ մյուս տարբերակը շաքարային մածիկով տարբերակն է, նույն ինքը մաստիկան, նույն ինքը մարցիպանը, որ շատերը ասում են, բայց այդ տարբերակը անձամբ ես չեմ սիրում։ Իր բաղադրության հաշվին չեմ ընդունում։ Ես ընդունում եմ թխված քաբլիթները այսինքով։ Նախ սա շատ համեղ է։ Ինձ այս մեկը, որ կարծես թափանցիկ լինի։ Սա նեյտրալ գել է, որը օգտագործում ենք նկարներ փակցնելու համար։ Դա անակնկալ է մի փոքրուց ցույց կտամ։ Գաղտնիք եմ գտել մեր տաղավարում։ Շատ լավ, ես կսպասեմ այդ անակնկալին։ Իսկ սա հիմա փաթիլ է մեզ մոտ։ Սա փաթիլ է, եւ ինչպես տեսնում եք, բոլոր գույներից ունենք երկու ական։ Ինչու համար են երկու ական։ Մեկը քիչ, մեկը շատ։ Հիմա ասեմ, որպեսզի մեր ջնարակը չծորա, կողքերից չթափվի, երկու կոնսիստենցիայի ջնարակ ենք պատրաստում։ Մեկը պինդ, մեկը ավելի ջրիկ։ Ջրիկացնում ենք մեր այսինքն ընդհանրապես սովորական սենյակային ջերմաստիճանի ջուր խառնելով։ Ընդհանրապես ջուր ենք ավելացնում։ Սովորական ջուր։
Իսկ գույները այս դեպքում եթե այնտեղ միայն սպիտակուցն է եւ շաքարավազը ավելացնում ենք ուտելի նյութեր։ Այո, արդեն ցանկացած երանգ ստանալու։ Այստեղ մի փոքրիկ գաղտնիք եւս ասեմ։ Շատ հաճախ թխվածքաբլիթները այսպես ճիշտ կողմի վրա են նկարում, ինչպես տեսնում եք, այստեղ մի քիչ ուռուցիկ հատվածներ ունի, որ կարա ջնարակը թափվի։ Դրա համար շրջում ենք եւ հակառակ կողմի վրա ենք ներկում, որը ավելի հարթ է։ Եվ հակառակ կողմն էլ այս դեպքում ունենում ենք երկու կողմից։ Այստեղ նկարված պատկերներ լինում, իսկ այստեղ գեղեցիկ թխվածքաբլիթը։ Այո։ Շրջելու դեպքում երեխաները հատկապես չեն տեսնի այս պատկերը։ Այո, կտեսնենք դա ավելի գեղեցիկ։ Նախ եւ առաջ ներկելուց առաջ պետքա եզրագծենք թխվածքաբլիթը, որովհետեւ ինչպես եւ ասացի, այո, մեր ջնարակը չթափվի։ Ընդհանրապես մեր թխվածքաբլիթի եզրերով պինդ այսինքն անցնում ենք։ Դուք այնքան վարպետորեն եք անում այս ամենը։ 7 տարվա աշխատանքային փորձի շնորհիվ։ Իդեպ ասեմ նաև, որ այս թխվածքաբլիթները ոչ միայն ամանորին են շատ ակտուալ, օրինակ մարտի 8-ին միշտ մեծականակ պատվեր ենք ունենում փնջերի թխվածքաբլիթներով։ Կակաչներ, երիցուկներ, այո, այսպես փնջի տեսքով հավաքած, ու այնուհետև վերցնում ենք արդեն մեր ջրիկ այսինգը, ու արդեն այս հանգիստ ավելացնում, հա, ուղղակի աշխատում ենք շատ եզրերին չհասնենք, որպեսզի չթափվի ամեն դեպքում։ Ահա։ Հիմա պետք է տարածենք։ Այո, տարածելու համար մեզ օգնության է գալիս փոքրիկ փայտիկը։ Փայտիկ, այո։ Ու այսպես փայտիկի օգնությամբ ջնարակը տարածում ենք դեպի մեր թխվածքաբլիթի եզրերը, բայց դուրս չեն գալիս նախապես գծված սահմաններից։ Շատ իդեալական է, երբ որ թողնում ենք, որ եզրագծված վիճակում մի փոքր չորանա։ Հետո նոր ավելացնենք այս։ Այո, հետո նոր ջրիկ այսինգը ավելացնենք։ Տեխնիկապես դա ավելի ճիշտ է։ Եվ այստեղ եւս մեկ գաղտնիք ասեմ, ինչպես ճիշտ չորացնել այսինգը։ Ինքը միևնույնն է, մնասենյական ջերմաստիճանում այսպես թե այնպես չորանալու է, որպեսզի արագացնենք այդ գործընթացը եւ ստանանք ավելի փայլուն մակերես։ Միացնում ենք ջեռոցը 50 աստիճանի տակ, միայն վերևը, եւ դնում ենք բաց դռնով թխվածքաբլիթները ջեռոցի մեջ։ Գրիարեք, արագ գրիարեք։ Հա, սա շատ օգնում է։ Ես եմ ուզում փորձել։ Սա դնենք այստեղ, թող չորանա, եւ մյուս փաթիլը խնդրեմ։ Վերցնում ենք փոքր տոպրակովը, որ ավելի պինդ է։ Հիմա պետք է սա այնպես գծել, որ մի քիչ հեռվից ու պինդ սեղմեք։ Մի քիչ վերև պահեք տոպրակը, այդպես։ Իրականում այնքան էլ բարդ չէ, ուղղակի պետքա շատ անել։ Մանե հրաշալի է ստացվում։ Դե դեպքում իմ ձեռքը հիմա շատ է դողում, չգիտեմ դա երևում է թե ոչ։ Մանեն հրաշք։ Իմ առաջինից լավ ստացվեց։ Հա։ Հա։ Դա հույս եք տալիս ամեն։ Չէ։ Ամեն դեպքում։ Միշտ առաջին անգամը, ահա։ Կարակ պինդ սեղմեք, որ շատ գա, ու տարածեք։ Իսկ մյուս գույներով ինչ են կարելի։ Շատ հաճելի զբաղմունք է իդեպ։ Տոնածառ ենք այսօր պատրաստել։ Ձմեռ պապիկ կար այստեղ նաև։ Կարծես այն ալբոմներից լինի, որտեղ թվեր է նշված եւ պետք է լրացնես գույները։ Հենց այդ ներքին տարբերակը հենց դա է։ Իդեպ այսպիսի տարբերակով ենք պատվեր ունեցել։ Երեխաները, հա, ավիրում են պետք։ Սիրուն։ Դե բայց հաստատ շատ են ուրախանում։ Շատ։ Տաննել ունեմ երկու այդպիսի։ Իդեպ կարծում եմ տեսածել կլինեք մեծ տնակներ թխվածքաբլիթներից պատրաստված, դրանք եւս հենց այս թխվածքաբլիթներով են պատրաստվում։ Հիմա սա չի չորանա, չէ՞, մինչեւ ես մի քիչ դանդաղ եմ ներկում ներողություն։ Չէ։ Հանգիստ։ Ինչքան ժամանակ է հարկավոր, որպեսզի վերջնական չորանա։ Վերջնական չորանալու համար իդեալական է 1 ամբողջ օր թողնելը, որ ինքը հենց միջից է լավ չոր լինի։ Նոր արդեն անել փաթեթավորումը։ Սա իմ առաջին փորձն էր, խնդրում եմ խիստ չդատել, բայց միակ խորհուրդն այն է, որ կարող եք պատրաստել նաև տանը, շատ հաճելի process է, հատկապես երեխաների հետ։ Գույները, ինչպես արդեն ասացի, սննդային բարձրորակ ներկեր են։ Եվ ես միշտ խորհուրդ եմ տալիս ներկը քիչ լցնել այսինգի մեջ, որովհետև ժամանակի ընթացքում ներկը ավելի է մքանում։ Դրա համար երբ որ բաց երանգի այսինգը ստանաք, հոգ չէ, հետո փոխվելու է։ Այո։ Մի փոքր ժամանակ անց ինքը այսպես թե այնպես մքանալու է։ Զարդարելու համար բացի այսպես հարթ անելուց նաև օգտագործում են այսպիսի շաքարային կոնֆետներ, նաև ես մի տարբերակել եմ շատ հավանում մրգային սուբլիմատներով
ելայկի, ազնվամորու, տարբեր հատապտուղների, մրգերի սուբլիմատներով ձևավորումը շատ համեղ է լինում, օգտակար ու շատ գեղեցիկ։ Էլի եւս մի տարբերակ ձևավորման։ Հիանալի, այստեղ արդեն եթե երեխաներին է խոսքը վերաբերվում, նրանց երևակայությանը պետք է վստահել Միանշանակ։ եւ թույլ տալ, որ իրենց պատկերացումները թխվածքաբլիթների վրա իրականություն դարձնեն։ Նաեւ կարելի է վերևում անցքանել եւ կախել տոնածառից։ Քաղցր տոնածառի նոր գաղափար, կարելի է այս տարի տոնածառը զարդարել քաղցրավենիքներով, մեղրաբլիթներով, պիտի ասեի թխվածքաբլիթներով, Հետո հավաքելն էլ հեշտ կլինի։ Էլ խաղալիքները ամեն հյուր մեկ խաղալիք որ ուտի։ Էլ խնդիր չի առաջացնի։ Շատ արագ, իսկ սա ինչ է։ Մինչև դրան անցնելը կխնդրեմ դուք Ավելացնել։ Այո, ավելացնել։ Ես կզարդարեմ մեր տոնածառը հիմա։ Այստեղ ոսկե գույնիկ։ Կապույտները կան։ Չգիտեմ ինչու որոշեցի կապույտը։ Փաթիլները, Բայց խառն են այստեղ։ Այսօր մեր տաղավարում եւս ունեցանք տոնածառ։ Իհարկե շատ շուտով կլինեն այլ տոնածառներ, բայց մինչ քաղաքի մեծ գլխավոր տոնածառը կդիմավորի մեր բնակիչներին եւ քաղաք եկած հյուրերին, մեր առավոտ լուսայում էլ փոքրիկ քաղցր տոնածառով կդիմավորենք բոլոր մեր հյուրերին։ այնց թաց այսինքի վրա կարող ենք էլի այսպես Գույներ անել։ գույներ ավելացնել, կարող ենք նաև զարդարել չորանալուց հետո էլի այսինքով իր վրա։ Չորանալուց հետո արդեն ուռուցիկ տարբերակն ենք ստանում։ Օրինակ, երբ որ արջուկ ենք պատրաստում, իր ուռուցիկը ստանալու համար պետք է չորանա, հետո նոր անենք մնացած պատկերները։ Ունենք նաև տոնածառ, կարող ենք մեջտեղում դնել տոնածառը, այսպես երկու փաթիլների։ Մենակ չկպնեն։ Հուսանք չեն կպնի։ Վերջ, այստեղ այսպես։ Հիմա ի՞նչն ենք անում։ Եկեք արևներ կենք։ Արևներ կենք։ Մաքսիմում շատ սիմվոլիկ։ Արևային տրամադրություն, այո, եւ առավոտ լսոյի մեր տակուկ Այո։ տաղավարի ջերմ էներգիա կփոխանցենք։ Մեր արևը արդեն այսպես մեջտեղում կլոր ենք անում։ Հա մի քիչ ուրիշ ձև ենք անելու։ Ու այսպես եզրեր առանձին ենք անում, բայց ոչ թե անմիջապես ամբողջը միանգամից լցնելու ենք։ Միանգամից չենք ներկելու, որպեսզի տարբերվեն, հա։ Այո, շողերն ու միջուկը։ Այո, որպեսզի առանձնանան իրարից։ Ահա։ Այս մասը կներկենք։ Մի փոքր չորանալուց հետո կանցնենք շողերին։ Այո, ու արդեն առանձնացված պատկեր կունենանք։ Հիանալի։ Սա թողնենք մի փոքր չորանա։ Եվ ինչպես ասում էի, նաև նկարով տարբերակով կարող ենք ձևավորել մեր թխվածքաբլիթները։ Ես բերել եմ նկար։ Արևի վրա ենք նկար դնելու։ Չէ, արդեն։ Օ! Այստեղ փոքրիկ հեռուստացույցեր կան։ Կա առավոտ լուսոն, ահա, գեղեցիկ հեռուստացույց։ Կա մեր առավոտ լուսոն, կա արևը գեղեցիկ։ Նկարը թխվածքաբլիթի վրա կարող ենք ամրացնել եւ հենց այսինգի միջոցով, այսինքն այսինգով թխվածքաբլիթը ներկենք, թողնենք չորանա եւ այսպիսի գելով ամրացնենք։ Կամ կարող ենք ուղղակի վերցնենք մեր նկարը, որը տպագրված է սննդային մաստիկայի վրա, ինքը լրիվ ուտելու է, շատ քաղցր համեղ է ու անուշ բույր ունի իրականում, եւ տպագրում ենք իր վրա սննդային բարձրորակ ներկերով, այսինքն ինքը լրիվ ուտելի է, որովհետեւ շատ հաճախ են ինձ այդ հարցը տալիս։ Կարելի է ուտել։ Այո, արդյոք նկարները ուտելի են։ Միանշանակ ուտելի են։ Օրինակ ես հենց տորթերի վրա էլ նկարներով տորթեր ավելի եմ նախընտրում, քան մաստիկայի ֆիգուրկաներով, որովհետեւ ֆիգուրկաները չեն ուտում։ Միշտ այդպես մնում են։ Այո։ Ուղղակի ավելացնում ենք Մի փոքր գելքսում։ Ու ստանում ենք այսպիսի նկարով թխվածքաբլիթ։ Շատ Նույնը հեշտ, կարող ենք անել նաև այս տարբերակում։ Սա շատ պահանջված է լոգոներով պատվերների համար եւ հերոսներով, մուլտհերոսներով երեխաների սիրելի, որ ցանկացած մուլտհերոսի պատկերով Նաև այս մեղրաբլիթները ամենակարևորը մոռացա ասեմ, տորթեր են զարդարում։ Այո, եւ տորթերի վրա են ավելացնում, հիմա էլ շատ տարածված է, երբ տորթից բացի լինում են նաև փոքրիկ տորթիկներ, կեքսերի տեսքով էր մի ժամանակ, հիմա հենց մեղրաբլիթներն են, չէ՞, օգտագործում։ Այո։ Չմոռանանք նաև կեքսերի մասին։ Մենք այն զարդարում ենք սերուցքային կրեմով, կամ կրեմ չիզով, դա արդեն ըստ նախասիրության, ով ինչ սիրում է։ Ով ինչ սիրում է։ Այո, նա ամենապահանջված տարբերակը սերուցքն է, սիրում են։ Չենք կարող ժխտել,
ու արդեն զարդարում ենք մեր կեքսիկները։ Խնդրեմ։ Ինչպես։ Մեջտեղից սկսում ենք եւ կողքերով։ Գնաց։ Վերև։ Իսկապես հրուշակագործությունը բավականին գաղտնիքներով լի, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ մասնագիտություն է ու տալիս է հնարավորություն մարդուն ստեղծագործելու։ Կարծում եմ հենց դա է եղել պատճառը, որ ժամանակին IT ոլորտը թողել եք Այո։ եւ հայտնվել եք խոհանոցում քաղցր համեղությունների հետ։ Անտիր։ Կեքսիկները նաև կարող ենք ձևավորել նկարներով, այստեղ էլի 3 հատ նկար եմ այսպես պատրաստել։ Բայց տարբեր էին, հա։ Մասնությունը նկարների։ Այո, դա էլ ասեմ, քանի որ նկարը պետք է դնենք սերուցքով կրեմի վրա, իսկ սերուցքով կրեմը ջրային հիմքով է, նկարը ջրի հետ շփման դեպքում դեֆորմացվում է։ Հենց դրա համար մենք տակից ավելացրել ենք շաքարային մածիկը, նույն ինքը մաստիկան, որպեսզի իզոլացնենք։ Եվ այսպես ուղղակի դնում ենք կեքսիկի վրա, մի փոքր կսեղմենք, որպեսզի հարթ ուղիղ լինի։ Այսպես։ Եվ հեռուստացույց։ Իսկ այսինքն 3 հատը կարող ենք էլի թեմատիկ կոնֆետներով զարդարել։ Գեղեցիկ տրամադրությունը ապահովող կոնֆետները կհայտնվեն։ Կարծում եմ արդեն շատերի համար պարզ է, թե ինչպես եւ ինչ քաղցրիկներով կփոխարինեն այս տարվա միկադոն, մեղրով տորթը եւ ոչ միայն, ու ինչ կմատուցեն իրենց հյուրերին։ Ես հիմա ուզում եմ օրևը գեղեցիկ կարող եք շարունակել, հա, արդեն զգուշությամբ աշխատում ենք շրջանակի եզրերին չկպնենք, որպեսզի այդ անցումը լինի։ Ոչ թե միաձուլվեն, դառնա մի ամբողջականություն։ Մանե, ինձ թվում է շատ է գայթակղվելու, վերջում դու էլ շեղվես դեպի հերոշագործության։ Վերջում դեկտեմբերի 31-ին գեղեցիկ սխվածքաբլիթներով գամ աշխատանքի։ Ռիփսմե ես չէի ուզենա իմ շատ սիրելի գործընկերներից Մանեին կորցնեի։ Ես էլ թեմ չէի լինի նոր գոլեգա ունենալ։ Իդեպ այս սխվածքաբլիթները նաև որպես նվեր իդեալական տարբերակ են։ Այնպես որ կարելի է նաև ամանորին ընթառաջ նվեր մատուցել քաղցր, գեղեցիկ փաթեթավորմամբ։ Այստեղ մի քիչ գծին կպա, բայց եկեք հիշենք, որ լավ չէր չորացել, պետք է ժամանակ է պետք ամեն դեպքում գոնե 1 ժամ, որ ասում ենք պետք է չորանա, ուրեմն պետք է չորանա։ Լսեք էլի մասնագետներին, լսեք։ Ահա։ Կարծես թե վերջ։ Այստեղ կարող ենք փաթիլի վրա էլի ավելացնենք գծիկներ, հա։ Օրինակ, տեսեք։ Նայեք արդեն բավականին չոր է ու արդեն լավ մեր գծիկները երևում են։ Սա այս գործողությունը պարտադիր պետք է անել պինդայսինգով, որովհետև գլիկով անելու դեպքում դողոզվելու է։ Ես առաջարկում եմ մյուսն էլ ես անեմ, իսկ դուք ձմեռ պապիկին։ Այո, այո։ Խնդրեմ։ Հիանալի, օպա։ Այսպես։ Շատ գեղեցիկ է ստացվում, շատ։ Դե այնքան էլ չի ասի։ Որովհետև մի քանի տեղ ամեն դեպքում ես չկարողացա կառավարել իմ վրձինը։ Չմոռանանք, որ առաջին անգամ։ Այո։ Կարմիր ձմեռ պապիկի կարմիր, ինձ թվում է ամանորը առանց կարմիր եւ կանաչ գույնի պատկերացնելը անհնար է, որովհետև միևնույն է, ինչ էլ անենք, միտեղ պետք է գալիս այս գույնը օգտագործել, գոնե ձմեռ պապիկը իր հագուստով, գլխարկով եւ կարմիր պարկով պետք է ներկայանա։ Այստեղ նաև ունենք այսպիսի փայտիկներ։ Փայտիկը։ Սպիտակ եւ կարմիր գույների մեջ է ինքը էլի։ Էլի տեսեք, այսպես առանձնացնում ենք։ Գծում ենք, որպեսզի ամեն հատված լինի մի գույն, ու որը որ սպիտակյան միջապես կարող ենք ներկել։ հետո թողնենք կարմիրը լերացնենք։ Ահա։
Մի փոքր չորանալուց հետո արդեն կարող են կարմիր Գծեն լցնել։ Բայց շատ-շատերը այս տարբերակը ամբողջությամբ սպիտակ են անում, վրայից կարմիր գծեր են անում, Գծիկները անում են հեշտացնելու համար իրենց գործը։ Եթե մի քանի անգամ պատրաստեք, վստահաբար դուք էլ կգտնեք ձեր պատրաստման հարմար տարբերակը, նոր գաղտնիքներ։ Այս դեպքում կախված է անհատականությունից, թե ով ինչպես կկիրառի այս գաղտնիքները խոհանոցում։ Շատ մասնագետներ հենց մաստիկայով են աշխատում ու հրաշքներ են պատրաստում մաստիկայով։ Իրոք չես ուզում ուտել, որովհետև այնքան գեղեցիկ են, բայց ես կարծում եմ, որ համի տեսանկյունից այսինքն պատրաստված տարբերակները ել ավելի համեղ են։ Իհարկե շատ քաղցր է լինում, մի թերություն ունի, բայց դե առանց քաղցրի մեր կյանքը անհնար է։ Անհնար է պատկերացնել այս դեպքում։ Կարևորն այն է, որ առողջարար բաղադրիչներ են կիրառում, մեղրի մասին չենք մոռանում, իսկ կոճապղպեղը եւ դարչինը հիանալի համադրություն են տաք տրամադրությունը ապահովելու համար։ Կարծես ամեն բան մոտենում է իր ավարտին։ Լրիվ արվեստի աշխատանք դարձավ ձեռքի վարպետների աշխատանք, բայց միևնույն է, ես պետք է համտեսեմ։ Իսկ ո՞րն ես համտեսելու արդեն որոշել ես։ Բոլորը մենակ դու։ Մենակ ես։ Շատ լավ։ Ոչ մեկին չեմ տալու։ Շատ լավ։ Շնորհակալություն Հռիփսիմե, թե թխվածքաբլիթների, մեղրաբլիթների մասին գաղտնիքներ ներկայացնելու համար եւ իհարկե կեքսերի, չմոռանանք, որ դրանք եւս շատ գեղեցիկ են եւ իհարկե ապահովում են յուրաքանչյուր տոնի տրամադրությունը այս դեպքում ամանորի։ Ես շատ շուտով կհայտվեմ խոհանոցում, որպեսզի համտեսեմ ձեր արած աշխատանքը, բայց նախքան իմ գալը առաջարկում Հռիփսիմեին, որպեսզի դուք էլ ձեր ցանկությունն ու բարեմաղթանքը հղեք մեր հայրենակիցներին, հաշվի առնելով, որ հաշված օրեր հետո արդեն ահմանոր է։ 2026-ը թող լինի խաղաղության, բարօրության, բարգավաճման տարի։ Թող բոլորիս ընտանիքներում լինի երջանկություն, առողջություն եւ ջերմություն միմյանց հանդեպ։ Թող բարությունը տիրի աշխարհում եւ այլևս պատերազմներ չլինեն։ Շնորհակալություն, մենք եւս միանում ենք այդ բոլոր մաղթանքներին եւ իհարկե մաղթում, որ 2026-ը լինի իսկապես խաղաղ տարի ու որ բոլորը վայելեն այսպիսի քաղցիկներ խաղաղ երկնքի տակ։ Իսկ հիմա շարժվենք առաջ լսելով երաժշտություն։